Գառնիկ։ Գառնիկ չես լսում։ Չէ։ Գառնիկ նկատել ես, որ թերթը թարս ես կարդում։ Ես չեմ կարդում, ուղղակի պահել եմ, որ դեմքը չտենամ։ Գառնիկ սիրտս ցավում է, մի հատ ականջը դիրտ ես ինչ արագ է խփում։ Ինչ եղավ։ Ականջիդ մազերը դոշս ծակեց։ Հա, մոռացա ասեմ։ Քո համար լավ լուր ունեմ։ Այս 5 տարի է, որ ասում ես այն կուրտկես լվա է, լվացել եմ։ Լուրջ։ Ուրա։ Հեսա։ Ես շլավա մակրվե։ Մի 6 կիլո էլ թեթևացել է։ Ջան, ես ինչ լավ ստացվել։ Ես գիտեի, որ այսօրը մի օր գալու է։ Մամ, ես պապան ինչի է սենց ուրախ, հո տատեին բան չի եղել։ Չէ։ Նոր պարկած գիտեք ինչ էի մտածում, որ օրերից մի օր մի հատ աղջկա հետ ծանոթանամ, հետո գնամ իր տնեցիքի հետ շփվեմ, հետո նշանվենք, դրանից հետո հարսանիք անենք, ու հետո երեխա ունենանք։ Այդ երեխան ինչ եմ դնել։ Ապուշ։ Բայց ապուշը մի տեսակ վատ անուն չի։ Ազատ, որ աղջիկ ունենաս իմ պատվին ես, չէ՞ անունը դնելու։ Լավ անուն է, որ աղջիկ ունենամ, անունը մամա կդնեմ։ Լևոն հելի արի։ Ասա։ Տես նոր հայտնագործություն եմ արել, կոչվում է ինքնաթերթիչ։ Գիրք կարդալուց էլ պարտադիր մատը թրջես, նոր թերթես։ Այ միացնում ես վենտիլատորը, ինքը քո տեղը թերթում է։ Էդ ո՞նց։ Նայ։ Ահա։ Ջոկիր աղբերդ ինչ է հայտնագործել։ Ես էլիքը սենց բաներ եմ հորինելու, դառնա միլիոնատեր, հետո մի հատ Ֆերարի առնեմ, 300-ի տակ գամ խփեմ պատին։ Ինչի համար։ Ուզում եմ լուրերով ասեն, այսօր երիտասարդ հասակում կյանքին հրաժեշտ տվեց տաղանդավոր, հանճարեղ եւ խոստումնալից գիտնական Ազատ Ազիզյանը, որ դուք էլ տունը նստած նայեք ու հպարտանաք ինձանով։ Իսկ առանց մեռնելու հնարավոր չի քեզանով հպարտանանք։ Չէ, ասում եմ գնա մեռի, արի սիրը։ Ազատ, դու գնա մարդ դառի, արի սիրենք։ Ստժում ես մեծ աղբորդ վրա այ փոշի։ Դու ավելի լավ ուղիղ հայտնագործի ու դիր գլխիդ մեջ։ Որ նայ որ շարունակում է։ Բախտդ բերեց հալալ աղբորպես քեզ սիրում եմ, թե չգիտես քեզ ինչ կանեի։ Ազատ, ինչ ես ուզում ինձանից։ Արի իրար հետ նոր ապրանքներ արտադրենք, ծախենք տնեցիքի վրա։ Տենց լիքը փող կաշխատենք։ Բայց կառնենք հորինած ապրանքները։ Ապրանքը այդքան էլ կարևոր չի։ Կարևորը այդ ապրանքը ոնց ես ներկայացնում։ Այն TV մարքետների նման տուլիտ կանենք կեթա։ Լավ, բայց ֆինանսական հարցերով ես եմ զբաղվելու։ Ոնց ասես։ Գառնիկ լոզերդ գնաց, մաքրի։ Մեկը մեկից գազան է։ Այս դու ինձ դավաճանում ես մտովի։ Հա։ Ում հետ։ Բոլորին։ Գնա դուրը բաց։ Չէ, դու բաց։ Այս ինչա։ Առհատ է կբացեմ։ Համեցեք։
Էս ինչ է նայում իմ ամենամոտ ընկերը։ Ալիկ։ Գարլիկ տունը մարդ է եկել։ Գարլիկ քո հետ է։ Գիտեք չէ որ հիմա նույնիսկ տունը հանցագործ մտնի ու ինձ գողանա հաստատ չի նկատի։ Հաստատ կնկատեմ։ Գառնիկ, շտապեմ քեզ հիասթափեցնել։ Այդ աղջիկների բարեմաստնությունները արհեստական են։ Ավելի լավ է արհեստական բարեմաստություն, քան բնական անիմաստություն։ Գործ չունես հետը։ Արի գնանք խոհանոց։ Գնաց, կարաս նստես։ Գառնիկ, իսկ Ռոզանը չի բարկանում, որ ես մարալներին ես նայում։ Ռուզան ով է։ Ոնց ով է։ Քո կինը։ Գիտեմ, որ կինս է։ Ասում եմ Ռուզանը ով է։ Գառնիկ, գիտես չէ ինչ կարոտ եմ սենց բաների։ Ուզում ես մետ էկրանը գզի։ Չէ, ավելի լավ է սպասի մի երկու հատ ֆոտո անեմ սև օրվա համար։ Տորթով սուրճ կխմես։ Այո, Իսկ տորթ բերել ես։ ոչ։ Լավ, հիմա իմ սիրած տորթից կտամ։ Օզան, քեզ չի մտահոգում, որ Գառնիկը կիսամերկ կանանց է նայում։ Չէ, ես էլ մեկ-մեկ կիսամերկ տղամարդկաց նորաձևություն եմ նայում։ Ոնց, Գառնիկը չի բարկանում։ Գառնիկը ով է։ Ոնց, քո ամուսինը։ Գիտեմ, որ իմ ամուսինն է։ Ես նկատի ունեմ Գառնիկը ով է։ Ես ուղղակի տանել չեմ կարողանում, որ տղամարդիկ կնոջը նայում են որպես մսի կտոր։ Թեթև Տարիրինա ջան, բոլոր տղամարդիկ տենց են։ Օրինակ, իմ ալիկը տենց չի։ Տղամարդիկ, Իրինա։ Փոշմանեցի։ Էլ չեմ ուզում։ Արդեն երկար ժամանակ է դիետա եմ պահում։ Ինչ լավ է, ես կուտեմ։ Այ դեպ։ Քեզ էլ խորհուրդ կտայի, որ դիետա պահեիր։ Աչքիս մի քիչ լցվել ես։ Լուրջ չաղացել եմ։ Հա, Գառնիկը դրա համար էլ ուրիշ կանանց է նայում։ Բա ինչ անեմ։ Ես քեզ հատուկ գիրք կտամ, ու դու հենց այս վարքյանից դիետա կպահես։ Հա, բայց 5 րոպեից էլի։ Երիկը ֆոտո անես։ Վիդեո եմ անում։ Գիշերները թաքուն կնայեմ, կուրախանամ։ Ինքնաուրախությամբ ես ուզում զբաղվես։ Ալիկետ ինչ ես անում։ Տուր հեռախոսդ։ Ախ դու խորամանկ վավաշոտ։ Կներես սիրելիս։ 2 ամիս զրկվում ես հեռախոսից։ Գնացինք տուն։ Յախք, այս մեկին զզվելի արտաքին ունի։ Ես կերազեի, որ դու էլ սեն զզվելի արտաքին ունենայիր։ Դե ես մի քիչ հետո կգամ կյանքս։ Բարև արքայա դուստր։ Առայժմ վագր։ Էդ Ալենի հետ էիր խոսում։ Քեզ ինչ։ Ես գիտեմ, դու հաստատ էդ Ալենի հետ էիր խոսում։ Դրանից ինչ վագր։ Իսկական վագրը ես եմ։ Դու մուտկակուլ տված վագր ես։ Քո անվան առաջին տարով ոտանավոր եմ գրել Մարի ջան։ Միշտ մունաթով մեր Մարին, մանգո, մարալ, մանդարին, մեղր, մածուն, մսեղեն, մնա մոտս
Գուրգուրեմ։ Նախ վերջի բառը մեյով չէր, երկրորդն էլ վիլեն մի լոճվի։ Մայով էլ բար չկտա։ Արի գուրգուրեմ։ Վատես վիլեն։ Լավ, մի ջղայնացի։ Քո համար պաղպաղակ եմ բերել։ Վայ, հալվել է երևի։ Աչքիս քողերն էլ է հալվել։ Ես արդեն տանն եմ, կարակ ոտերս կապեք, բերանս աղլցեք ու մատաղ անեք։ Բարև ձեզ։ Բարև։ Մի քանի հատ կյանքը թեթևացնող հայտնագործություն եմ արել։ Մի հատ պրեզենտացիա անեմ, տենաս։ Մենակ արագ։ Բարի երեկո, եթերում է Ազատ մարքեթը։ Ես ձեզ հիմա կներկայացնեմ կյանքը թեթևացնող նոր հարմարանք։ Այսօր ինձ կօգնի իմ գործընկեր Թոնին։ Եկ այստեղ, Թոնի։ Բարև բարեկամ։ Բարև հարազատս։ Դու ունես բեղեր եւ ունես ատամներ։ Այո, Դու հոգնել ես ամեն առավոտ լվանալ ատամներդ եւ հետո սանել բեղերդ։ այո իհարկե։ Դրա համար ձեզ ենք ներկայացնում նոր JX 1500 խոզասանրակը։ Այս սարքի միջոցով կարող եք միաժամանակ լվանալ ձեր ատամները եւ սանրել ձեր բեղերը։ Ես ապուշացած եմ, սա պարզապես հրաշք է։ Զանգ արեք հենց հիմա եւ այս սարքի հետ նվեր կստանաք միս կտրելու տախտակ ձեր չսիրած զոքաչի պատկերով։ Ուզում եմ այս տախտակը։ Այն արժե ընդամենը 999 դրամ։ Բայց սա դեռ ամենը չէ, մենք ձեզ ներկայացնում ենք մեր նոր հայտնագործությունը։ Էսի չա։ Եթե հեռուստացույցի պուլտը կորել է եւ դուք չեք կարողանում գտնել այն, ապա այս հրաշք պուլտի օգնությամբ դուք կարող եք գտնել ձեր պուլտը։ Ահա, հեռուստացույցի պուլտը։ Իսկ եթե այս պուլտը կորի, Հոգ չէ, դրա համար մենք ունենք ուրիշ հատուկ պուլտ, որի օգնությամբ կարող եք գտնել այս պուլտը, իսկ այս պուլտով այն պուլտը։ իսկ եթե այս էլ կորի, Հոգ չէ, դա էլ ենք մտածել։ Այս պուլտի օգնությամբ կգտնեք այս պուլտը, իսկ այս պուլտով այն պուլտը, իսկ այն պուլտով այն պուլտը։ բարձա։ Ազատ փողը դու։ Չեմ տա։ Ռոզան սոված մեռնում եմ ուտելու բանտուր։ Հեսա տամ։ Էսի չա։ Դիետիկ սնունդա։ Այսօրվանից որոշել եմ ես դիետա պահեմ։ Պահում ես պայ, ես ինչ կապ ունեմ քո դիետայի հետ։ Երեք միս է արել, ուրա բերտուր ուտենք։ Թափել եմ գառնիկ։ Ոնց թափել ես։ Տենց, որովհետև որ դուք միս ուտեք, ես ինչ չեմ կարա զսպեմ, ես էլ կուտեմ։ Գոնե ցամաք հաց տուր։ Հացը չաղացնում է, էդ էլ եմ թափել։ Ռոզան գժվել ես։ Գոնե ասա որտեղ ես թափել գնամ անդեղից ուտեմ։ Ուրիշ բան չկա, էս կեր։ Գառնիկ ինչի պատառաքաղով չես ուտում։ Ռոզան, ես չեմ ուտում, ես արածում եմ։ Դզեց, 1000 դրամ փող աշխատեցինք։ Այս 1000 դրամով գիտես ինչքան լկտի բաներ կարանք անենք։ 1000 դրամով։ Հա, 10 թուփ ծամոն ենք առնում, լկտի ձևով ու ճպճպացնելով ծամում ենք։ Ավելի լավ այս փողը դնենք գործի մեջ, ես քեզ սաման կտամ։ Համաձայն եմ։ Հի, ես արդեն ծամաց այս ծամոնը։ Նորը ընդամենը 5 րոպե եմ ծամել։ Լավ, տուր։
Հա, չէ, նորմալ է, հələ համն գալիս է։ Վաղը պետք է էլի մի քանի ապրանք սարքենք ու վաճառենք։ Իսկ ինչ սարքենք։ Դե նենց բաներ, որ տնային տնտեսուհիներին պետք է։ Ճիշտ է, սարքենք մամայի վրա ծախենք։ Ասում եմ տնային տնտեսուհիներին, այսինքն Ալիկ ջաջային։ Կերեք, երեխեք ջան։ Մամ, ես ի՞նչ է։ Բազուկն ու բրոկոլին խառնել եմ իրար։ Լավ ես արել։ Իսկ ուտելու բան կա։ Չէ։ Որ դուք համով բաներ ուտեք, իմ ախորժակը կբացվի, ես էլ կուտեմ ու կչաղանամ։ Մամ, մենք չենք ուզում դիետա պահենք։ Ուզում եք։ Չենք ուզում։ Ուզում եք։ Արա, լավա հիշեցի։ Մի շաբաթ առաջ ձեռցիս կալբաս ընկավ, ալարեցի վերցնեմ, ոտով բրդեցի սեղանի տակ։ Տենաս հելը կա։ Ջան, դզեց։ Ազատ, բախտդ բերեց, որ մաման տարին մի անգամ է պորերը մաքրում։ La 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 la. Բարև ձեզ հարգելի ալիք, այսօր ես և իմ գործընկերը ձեզ կցուցադրենք կենցաղային աշխատանքները թեթևացնող մի քանի հարմարանք։ Բարև ձեզ։ Խնդրում եմ դիմավորեք իմ գործընկեր Թոնի։ Բարև ձեզ Թոնի։ Բարև ընկերս։ Դուք տղամարդեք և վախենում եք ձեր կնոջից։ Ձեր տան բոլոր հոգսերը ընկած են ձեր վզին։ Այո։ Դուք չեք հասցնում ավլել ձեր բնակարանը և ճաշըփել։ Մենք ձեզ ներկայացնում ենք նոր ZX 2300 սարքը։ Այս սարքի շնորհիվ դուք կարող եք հաշված վայրկյանների ընթացքում ավլել ձեր բնակարանը և ճաշըփել։ Ավլում եք խոհանոցը և խառնում եք ճաշը։ Ավլում եք խոհանոցը և խառնում եք ճաշը։ Եթե զանգարեք հենց հիմա, այս սարքի հետ նվեր կստանաք կարտոֆիլ ճզմելու այս գլխիկը, որը շատ հեշտությամբ դուրս է գալիս և տեղադրվում է։ Թող ձեր առօրյա հոգսերը վերածվեն խաղ ու բարի։ Էլի ինչ որ բան կա։ Սա դեռ ամենը չէ, սոխ կտրատելուց ձեր աշկերը լցվում են, դուք չեք կարողանում թաքցնել ձեր արդյունքները։ Ձեզ ենք ներկայացնում նոր դանակ թաշկինակ, երկուսը մեկում խոհանոցային հրաշք պարագան։ Այս սարքի շնորհիվ դուք միաժամանակ հեշտությամբ կարողանում եք կտրատել սոխը և մաքրել ձեր արդյունքները։ Այսուհետ թող ձեր աշկերին լինեն միայն երջանկության արդյունքները։ Զանգարեք հենց հիմա և այս խոհանոցային պարագան գնեք աննախադեպ էժան գնով։ Ալո, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ դանակ թաշկինակ երկուսը մեկում հրաշք սարքը գնեմ։ Այս սարքը արժի 4999 դրամ։ Ես համաձայն եմ։ Խնդրեմ։ Խնդրեմ վերցրեք։ Դե ինչ, այսօր այսքանը կհանդիպենք մյուս շաբաթ։ Մի րոպե, կոտրվեց։ Ետ տվեք իմ գումարը։ Մենք գնված ապրանքը ետ չենք վերադարձնում։ Ռուզան։ 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 Թորնիկ, այդ չեմ դիմանում։ Ես քո
Թուլամորտ իշն եմ ասել։ Կներես գարդուք ես։ Ես միսա։ Այ։ Անգիշ կամած այրղակը կրսեն։